Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Այսօր ձեզ հետ ես եմ Արաչալաբյանը, Արտեմ Զաքարյանը։ Եվ մեզ հյուր է եկել GG ընկերության հիմնադիր, տնօրեն Տնօրեն ես չեմ։ Դու ես։ Հիմնադիր Խաչատուրը։ Շնորհակալություն հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ։ GG-ն էս վերջերս նոր պրոդուկտների վրա աշխատում։ Իսկ երբ հիմնադրվեց ընդհանրապես հետհայաց գցենք։ Եթե շատ հետհայաց գցենք, ապա 11 թվականին GG Laboratories, այսինքն 15 տարի արդեն։ Հա։ Բայց GG-ն այս տեսքով 2014 թվականի ապրիլի 14։ 12 տարի սակայն։ Այս տեսքով որ ասում եմ, այսինքն այս հավելվածով ու հենց GG անունով էլի առանց մնացած ոնց որ երկարացումների արդեն 12 տարի ամբողջ մի կյանք ստացվում է բայց վագինը կյանք կա դեմ է մեր բաներով ռազմավարությամբ խոսքը 100 տարիների մասին է էլի ոչ 20-30 հուսամ այդ 11-ները հուսամ չեն ու հավատանք որ անձամբ ես էլ կմասնակցեմ ինչ որ շատ տխուր ստացվում։ Դուք որ սկսում էիք Uber-ը կար։ Uber-ը 2009, եթե չեմ սխալվում, 2009 թվականից է պատմությունը, մերը 2014-ից այդ նույն ոլորտի մեջ, բայց թեմային ծանոթանալը առաջի ծանոթացումը եղել է էլի 2009 թվականին, բայց Alta-Code ընկերությունում ես ընդունվել էի վաճառքի մասնագետ ու մենք GPS tracking-ով էինք զբաղված, բայց դա մի քանի ամիս հետո է։ Alta-Code-ը տեղի ընկերություն։ Հա, հայկական։ Այսինքն գաղափարը տեղից է եկել։ Ну, շնորհակալություն Alta-Code-ին, որ ոնց որ գաղափարը դժվարանում եմ ասեմ, հենց տեղից է թե չէ, որովհետև մի քանի տարի ընդհանրապես դրա մասին չէինք էլ մտածում, բայց այդտեղ եղավ ծանոթություն ոլորտին, դե GPS tracking-ի առաջնային ոնց որ սպառողը այդ բառը չենք օգտագործում, այդ ծառայություններն են այդ տիպի, էլի, ուղղավոր փոխադրում կազմակերպող։ Տեղից այդ շուկայի հասկանալուց հետո տեսանք բաց, բայց այդ բանը ոչ մի չարեցինք այդ բացի հետ, որ ծառայության որակի բացակայություններ մեկ, երկրորդը այն, որ քաղաքի տարբեր մասերում դուք մի ընկերությունից չէիք կարողանում օգտվեիք, էլի։ Այսինքն պետք է մի քանի համար ունենալ ֆրագմենտացված էր նկատում ես։ Այո, այսինքն մի քանի հեռախոսահամար պետք է ունենայիք, որ կարողանայիք ոնց որ պատվիրել ու որ ձեր սպասարկվեր։ Ու մեր հաջողության գաղտնիքներից մեկը այդ ժամանակ հիմա որ հարցից սկսեցի հիշել, էլի, այն էր, որ կարողանում էիր մի ընկերության ծառայություններով ամբողջ քաղաքը փակել։ Մենակ քաղաքը։ Ну, երկիրը կամաց։ Հիմա այս պահին էլի մեր ցանցը բավականին ուժեղ է մեր երկրում, Կապան, Գորիս, Վանաձոր, Գյումրի, Դիլիջան, Ծաղկաձոր, Սևան, Էջմիածին, Երևան, բայց այդ շաթլներն են։ Չէ, այդ հենց այդ քաղաքներում աշխատելն եմ ասում, շաթլներով շաթլը Կապանն է ամենավերջինը, որ բացեցինք, բայց կա Գյումրի, Վանաձոր, Մայլեր, Թիֆլիս, սեզոնի ժամանակ նաև Ծաղկաձոր, կարող Շաթլ ասելով մինիվեն։ Այո։ Շաթլը մինիվանը քարշեր է, էլի, չէ։ Հա, այն միտքայինը ինքը քարշեր մի քիչ չի, հիմա այդ կհասնենք քարշերին, ինքը ավելի շատ նման է կանոնավոր երթևեկության, կոնկրետ ժամին, կոնկրետ տեղ։ Ամեն օր, ամեն շաբաթ, կոնկրետ ժամին, կոնկրետ տեղ։ Ինքը ավելի շատ ոնց որ երկաթգծի պես բան է, այս ժամին ինքը դուրս է գալի, հասնի այդ կետը ու հետո վերադարձնեք կա։ Իսկ քարշեր այն ինչի մոտ միտք առաջացավ ձեզ մոտ հյուր գալու, կներեք որ ընդհատում թողարկել ենք նոր բան, որը կոչվում է GG Արա։ GG Արա։ Արա։ Հա, Արա։ Ժամանցի քանի որ GG Արայի մասին մի քիչ պետք է պատմեմ։ Գնանք Արայի մոտ։ Արայի հետ պատմենք, էլի, որովհետեւ իմ ընկեր Արաների նվիրված պրոդուկտ է։ Հա, այո, GG Արան բլաբլակարի նման ծառայություն։ Այդ ասենք քարշերին իմ։ Ինչա բլաբլակարը։ Ռուսաստանում։
ճիշտ է։ Ֆրանսիականն է, Ռուսաստանում նաև Ռուսաստանում, ամբողջ աշխարհում կա։ Ես ուղղակի մենակ Ռուսաստանից եմ տեղի։ Հա, չէ, ֆրանսիական ընկերություն է, ընդ Ֆրանսիայում ինքը բավական մեծ ծավալներ ունի։ Ինչ անում։ Այսինքն մարդը ուզում է գնա բեկետ, հայտարարում է դրա մասին։ Մենակով չի գնում։ Այո։ Քարշերն է այսինքն։ Այո, հենց carpool-ն է, էլի։ Carpool։ Ռուսաստանում Շատ տարածված։ շատերը խոսում էին, որ մի քիչ բարդ անվտանգություն է ապահովել։ Չգիտես ում է դες գնում։ Մեզանում այդ խնդիրը այս բան լրիվ լուծված է, քանի որ ինքը այսօր փակ համակարգ է, հələ լրիվ չենք բացել, մեր գործընկերներն են գնացողը։ Այսինքն իրանք արդեն ստուգված մարդիկ են, բայց հեսա կբացենք, էլի ուղղակի ստուգումը կլինի շատ։ Ու մեկ է մեր երկիրը մի քիչ փակ երկիր է, ավելի այդ առումով անվտանգությունը ավելի հեշտ կլինի։ Պարզ է։ Իսկ ինքը ոնց է աշխատում, էլի ձեր հավելվածով։ Մեր գործընկերոջ հավելվածը քաշում եք, ձեր երթը մեջից կդնեք, ասենք ուզում ես գնաս Դիլիջան, կասես ես գնում Դիլիջան, վաղը ժամը 5-ին, շուտ մեկն է քեզ հայտ կլրած բան անի, որ ես էլ եմ ուզում քո հետ կամ ու դու գինը դրել ես, որ 3000 է ակնկալում դրա համար վերցնես, այդ մարդն էլ եթե համաձայն է, կիսում է։ Ես որպես վարորդ հասկաց։ Դա է ջիջարան ու ինչն է Պապուչիկ ես վերցնում էլի։ Հա, ինչն է հետաքրքիր, որ ըստ մեզ դա շատ պահանջված ծառայություն է, քանի որ պատկերացրեք ամեն բնակավայրում փոքր գյուղ որ վերցնենք, էլի, որ օրինակ 100 տուն ամեն։ Մարդը ավտով դուրս է գալիս, բայց իրան դժվար է, չէ՞, բոլոր մյուս բնակիչներին պատմել, որ ինքը հենց որոշեց, որ կես ժամ հետո դուրս է գալիս, չէ՞, օրինակ եմ ասում։ Բայց ինչքան հեշտ է, թե ինքը ափի մեջ գցի դրա մասին։ Այս պահին դա աշխատում է այսպես, սոցիալական ցանցում մարդը post է գրում, ու եթե այդ պահին իր հարևանները այդտեղ մտնեն, այդ նույն նախ գտնել մի քիչ հեշտ չէ, էլի ստացվում։ Գումարած հեշտ չի գումար վերցնել, նախ ամոթ հարևանից փող վերցնես։ Ստե եթե փոխանցումով բան հարմար է, էլի։ Այդ հարաբերությունները հարևանները պետք է հավելվածը ունենան, իրանք պետք է ծանուցում ստանան։ Կանենք այդ ամեն ինչը։ Այն պարագայում, որ հիմա գրեթե բոլորը մեքենա ունեն, նո, գրեթե։ Չէ, քանի տոկոս չէ։ Տենց չէ։ Չէ։ Չէ, գրեթե բոլորը շատերը ունեն, բայց բոլորը չեն, էլի ամենը։ Ուրեմն հասկանալ ինչքանով ակտուալ է մի մարդու հետ գնալ, եթե պրինցիպը դու քեզանով կարող ես։ Բայց եթե դու գյուղում ապրող, թե գյուղում բարձ է, ես ընդունեցի այդ։ Չէ, Երևանի մեջ դա իմաստ չունի մեծ հաշվով։ Երևանի մեջ դա ավելի շատ միջ քաղաքային, միջ գյուղային կապի տարբերակ է։ Այդ դեպքում իմաստավոր, նույնիսկ եթե ավտո ունեք իմաստավորված է։ Ասենք դուք պատրաստ չեք այսօր գյորիս քշելու օրինակ եմ։ Բայց ինչ որ մեկը քշում է ու դուք հավես եք անում գնաք էլի իր հետ։ Շատ հարմար տարբերակ։ Ընդունեցի։ Բայց ինչ որ շուկայի հետազոտություն կանանում եք, դե ոնց է որոշում էլի նոր product։ Հա, այ հետաքրքիր թեմա է բացում, այսօր դրա մասին ժողովներ էին անում թիմով։ Նպատակ է դրված ամեն օր նոր product թողարկել, ամեն օր բառից բուն իմաստով։ Հիմա դեռ դրան չենք ասել, բայց 365-ը։ Այո։ Չէ, մի քիչ, շաբաթ կիրակին չէ։ Շաբաթ կիրակի չէ հանգստանում եք։ Չէ, բոլորս չենք հանգստանում, բայց ոնց որ ամբողջ օրգանիզմը չի աշխատում, դրա համար պետք է ստրեսի ենթարկել էլի իրեն։ Բայց ամեն օր դա հնարավոր է։ Ասեմ ինչի, որովհետև ծառայության տեսակները շատ են, որոնք հիմա ձեր մտքով չի անցնում, բայց իրենք կան։ Ու երբ որ դու սկսում ես այդ process-ը, գցեք շատ բաներ կա, որ կարելի է ավտոմատացնել, որը ավտոմատացված չի այսօր։ Ու դա եթե այդ գործարանը, այդ ծառայություն ստեղծելու դրվի, ինքը ոնց որ գործ շատ կա, արտադրելու բանը շատ։ Ճիշտ եմ հասկանում, որ պարտադիր չի մեքենայի հետ կապված։ Պարտադիր չի տրանսպորտը։ Այո, ճիշտ եք հասկանում։ Այդ իսկ արի դու յավել։ Իսկ վաճառքը Այ product-ը շատ լավ հարց է։ Արան այսօր լավ հարցեր տալիս։ Արան սովորաբար լավ հարցեր է։ Վաճառքը հետեւյալն է, իմաստն է, որ վաճառքը լինի օրգանիկ։ Այսինքն, երբ որ դուք այդ հիմա մեր խոսալու իմաստը որն է, այս միտքը որ հասցնել մեր հանդիսատեսին, էլի, եթե մենք կարացանք ստեղծենք այդ գործարանը, որը օրական մի ծառայություն է արտադրում,
ու եթե ծառայության որակը լավը լինի, այդ ինքն իրան ծախելը իրար մեջ խոսալու պատճառով շատ կարագան ու իրար ծառայությունները իրար կսկսեն վաճառել։ Շատ հաջողված օրինակ նման, ասեմ մի քանի շաբաթ է թողարկել ենք Staff վարորդ ծառայությունը, Հա? այո։ Չգիտեի, չէի խմում, հա։ Ես միշտ եմ խմում, ուղղակի ես զանգում եմ, չէ, ես պատվիրում եմ տաքսի, պատվիրում եմ։ Տաքսին մեր այդ բառերից է, որ մեր Դու չի կարելի, օքեյ։ ինձ չի կարելի։ Ձեզ կարելի է, բայց ոնց որ իմ ճնշման արդյունքում Պատվիրում եմ մեքենա, Ուղևորը փոխադրող։ հետո վարորդին ասում եմ ես քեզ Թող, հա։ ավել փող կտամ, ահագին։ Հետո դու տաքսիով վետարի։ Նստի իմ ավտոյով ինձ այդ ահագին բանակցությունները խուսափելու հետի մենք այդ Ինչ եղավ ծառայությունը այդ ստապ վարորդը։ Ստապ վարորդը առաջին օրվանից տժժտնում է։ Պետք է որ։ Հա, բայց տեսեք դուք դեռ չգիտեք էլ, այսինքն Ես հաճախորդների չգիտեմ։ քանակը որ տեղակը շատ փոքր է, բայց ինքը քանի որ ինքը բանա ցավա բուժում, ինքն իրան սկսեց վաճառել, էլի։ Հիմա ինչ եմ դե օրինակ բերեմ, պատկերացրեք կնանանք, Այդ մի ժամանակ կար չէ տես բան։ չէ, տենց բան Ուրիշ միշտ ձև եղել է, կար, միշտ պինկը։ եղել է։ Հա, կար, բայց ուրիշ ձև է, էլի այն տաքսի ծառայություններ կային, որ դու զանգում ես երկու ավտոյով էին գալիս։ Իսկ հիմա ոնց են Դե գալիս։ հիմա ինքը գալիս է, քշելով գալիս է, ձեզ տանում է բեկետ, հետո GG անում, հետա գալիս իր ավտոյի մոտ։ Հոյակա։ Այսօր այսօրվանից օգտագործում եմ։ Վայ շատ շնորհակալ։ Մի փաստացի իմ գալը Բայց շատ այդ օրը որ մի հատ լինի մարդիկ ոնց պետք է կարողանան հետևեն։ որը մի հատ լինի ոնց հետևեն։ Որը մի հատ նոր ծառայություն որ լինի։ Էլի շատ ընտիր հարցեր ես տալի, արա եղբայր։ Ուրեմն այդ մեթոդը որոշելու թե ոնց անել, որ մարդ տեղեկանա, ձևաչափը գտնել, էլի, այսօր էլի ժողով էինք անում այդ թեմայով։ Ասենք ափը ինքն իրան պետք է վաճառի անընդհատ։ Այսինքն ոնց մարդուն հասցնենք, այսօր ինչ ծառայությունն է նորամուծություն եղել։ Էլի օրինակ եթե push ենք ուղարկում, դա հոգնածնող տարբերակ։ Բայց էլի տարբերակ, բայց հոգնածնող տարբերակ։ Կանջատի էլի։ Հա, այդ Թե ժողովներին կարակ մեկ կանչեք հարցեր տան։ մեծ աճիկ։ Այդ խնդիրը դեռ պետք է լուծել։ Այսինքն Մոնոպոլիզացրեցիր, էլի, ինձ էլ թող կանչեն, ես էլ հարցեր ունեմ։ Նոստի մեկ չասեցի միշտ։ այդ կանչենք, անպայման կանչենք։ Նախ շնորհակալություն, որ ինձ հյուրընկալել եք։ Արդեն ես եկել եմ, էլի։ Տարին մի քանի հատ կգամ։ Փուշը ոնց է հոգնածնող է, հետո Դե մենք ուրեմն չգիտեմ իմաստունի բաց եմ հավելվածը ոնց որ նոր համեմատաբար նոր բաներից այդտեղ ներքևը կլոր հա տեսեք բան լավ է տանցանք չհասցրեցի ցույց տա այդտեղ կլորակներ կան որոնք շատանում են հիմա այսօր քննարկում ենք որ այս կլորակները արդեն տեղ չեն անում էլի ինչքան կանաս ասենց տանես կարակսիկներ դրանից Այն էլ որ ամեն օր պետք է ինչ-որ մի հատ հա ծառայություն ինքը 1000 հատի համար նույնիսկ 50 հատի համար արդեն չաշխատող տարբերակ հիմա այդ խնդիրը օթում է UX-ական խնդիր է այսինքն ինչպես անենք որ բոլորը լինեն այսինքն ինտերֆեյսում իրենք ինչպես երևան տարբեր ընկերությունով դա տարբեր ձև են լուծում նույն այս պայն հայկական ընկերությունը ասենց մի 4 հատ ասենց բաներ ունեն ինչը հեչ հարմար չի էլի չես կարողանում հեշտ օգտագործես դա բաց խնդիր է որ պետք է հասկանալ բայց աշխարհով մեկ շատ քիչ ընկերություններ կան որոնք կարացել են իրոք շատ մեծ ծավալի բանը ծառայություններ մտցնեն API մեջ ու Միացյալ Նահանգների փորձերը նման ստարտափների հիմնականում ֆեյլ է եղել։ Այսինքն չկա սուպեր app։ Բայց Չինաստանում կա սուպեր app։ Չինաստանում կա սուպեր app ինքը ինչ է անում։ Այսինքն ինքը շատ տարբեր բաներ մեկտեղում է Messenger եւ այլն, հա, բայց հենց ծառայությունները նո չինացիք դրանից ուժեղ են մնացած։ Բայց օրինակ Միացյալ Նահանգներում այդ բանը լավ չի աշխատում։ WeChat-ն է, չէ՞, ուժեղ Չինաստանում։ WeChat-ից բացի էլ մի 2-3 պլատֆորմ կա։ Իսկ բիզնես кейսը ո՞րն է, ասենք որ 1000-ատ մեջը բան դրեցիք գլորակ։ Բիզնես кейս ինչ առումով։ Այն Ոնց է փող աշխատելու կոպիտ ասած։ Այդ ծառայությունը դուք roll-out արել եք, ոնց է։ Նույն ձևի, այսինքն ասեմ ինքը բան էլի սպորտային հետաքրքրություն չդառնա, ինչքան շատ մեկը մի օր կարող է գաս, մեկը ասի ես այսօր մի հատ չէ, այսօր 3 հատ ծառայություն եմ ստեղծել։ Առաջի շաբաթը այդ սպորտային հետաքրքրությունը կար, բայցի այդ բանը, բայց հիմնական միտքը որ պետքական բաներ ստեղծես ու միջնորդավճար, այսինքն մոնետիզացիան միջնորդավճարն է ծառայության տոկոսը աշխատում եք։ Բայց
նույնիսկ էդ էլ տնենք մի կողմ։ Իր առաջնային հիմնական product ունենք, որը որ մոնետիզացիան ապահովում է։ Հիմա երկրորդ հարցն առաջանում հաճախորդին ինչպես բերենք մեզ մոտ։ Հենց բաներ պետք է առաջարկես, որ շուկայում չկա, այսինքն որ ցավ բուժի։ Մոնետիզացիոնը ուղևորա փոխադրումը, ճիշտ եմ հասկանում։ Հիմնական product-ը ոնց որ հացն է, երբ որ ունենում ես ինչ որ հետաքրքիր բաներ, ինչի պատճառով մարդը մտնում է ձեր խանութ, արդեն այդ հիմնական մոնետիզացիա դուք Հիմա հացել եք, չէ՞ դրե տեսա ինչ Հա, հացերը, բագետը ցույց տալի։ Հա, հացը երեք չառաջորն է։ Ընտիր հաց։ Մենակ հաց, հա։ Այս պայն հա, երկու տեսակ հաց է, բայց կշատան այդ հացերի տեսակները, բայց այս product-ը GG հացը կդառնա ուղղակի անունը դեռ վերջնական չի կմնա GG հաց, թե ուրիշ բան կդառնա GG ուտել կամ այդ մրցակից ընկերություններից սնունդ իդա այդ մրցակից product-ը նույնպես այս տարի կլինի։ Բան, այսինքն առաքում։ Այսինքն հա ռեստորանից որ կանեք պատվեր անեք։ Այդ տեսանկյունից ես ինչն է հենց հետաքրքիր։ Հիմա փաստորեն, օբյեկտիվորեն Glovo-ն ու Yandex-ն են ռեստորանները։ Հա, այդ երկրորդ բառն էլ չի կարելի մեր բանը։ Դեղինները։ Առաջինի համար անում չենք օրինը դեռ, բայց Կլորները եւ դեղինները։ Նկատի ունեմ, եթե ավելանան։ Բայեմը մոռացաք։ Բայեմը երևի ինքը Չէ, թվում է փոքր, չէ, նորմալ խաղացող։ Հա։ Մեր տղեկին ընկերների բարներ։ Մենյուում է ստացվում։ Մենյուն արդեն ոնց որ չկա, չէ՞։ Չէ, չկա։ Ասած ինչա, այդ դեպքում ռեստորանները կամած պետք է որ կարողանան բանակցել ավելի ցածր տոկոս, չէ, ռեստորանի տոկոսի վրա է այդ աշխատանքի զգալի շահութաբերությունը։ Դե հա։ Տեսականորեն ռեստորաններին է դա ձեռ տալիս, որ խաղացողները շատանում են, դու սկսում ես բանակցել էլի, ով մի քիչ ավելի քիչ տոկոս է քեզանից գանձելու այդ գործողությունը կատարելու համար։ Դետեղ բարդությունը մենակ տոկոսը կարող սահմանենք, որ շատ ցածր լինի, բայց պետք է նաև պատվեր ապահովես իրեն, էլի։ Այսինքն ինքը հա ցածր տոկոս կուզի, ինչքան հնարավոր է ցածր կուզի, բայց եթե պատվեր չես տալիս, դա իրեն ոնց որ չի օգնի, էլի։ Բան չասացի։ Ինքը պատվեր գումարած գովաստ երկու խնդիր է լուծում, էլի, որ շատ անգամ իրեն օգտագործում են որպես հասկանալ շուկայում ինչ ռեստորաններ կա, ուր եք ուզում գնաք, նաև այդ տեսակետից, էլի։ Ինքը այսինքն հարթակ, որտեղ ես պետք է լինեմ, որ տեղը լինեմ, սենց խնդիր էլ կա։ Իսկ որ ուշ ես մտնելու այդ շուկ, ուշ ասելով, չէ, ընդունում եմ, մեծ լագով ես մտնելու։ Մենք պետք է սա անենք 10 տարի առաջ։ Սխալներ ընդունելը կարևոր բան։ Այդ բարթացնելու է։ Չէ, զապուսկա։ Չէ, ընդհանրապես չէ, որովհետև փաստացի 10 տարի առաջ մեզ շատ դժվար կլիներ այդ անել, համատած։ Նախ արդեն հայտնի բան է, այսինքն պետք չի բացատրել։ Երկրորդը հաճախորդը մեզ մոտ կա, ամեն օր GG հավելված տասնյակ հազարներ մարդիկ մտնում են, ուղղակի իրենց պետք է եւս մի բան ցույց տալ։ Հավելված հա, այդ մարդիկ մտան, տեսան, պատվիրեցին, բայց նաև մի հատ էլ բանակ առաքիչների պետք է գտնել։ Այդ կա։ Մենք առաքման մեր ծառայությունը շուկայում ամենահինն է։ Կոնկրետ առաքման մասով, էլի մենակ առաքման։ Այնպես որ այդ մասը մեր մոտ տակի մասը կա, որից այս պայն էլ ռեստորանները օգտվում են։ Այդ ինչ ենք մենք ուզում ես product-ը սարքենք, ոնց որ ինչ որ մի քանի շերտից է բաղկացած product-ը, որոնց այդ շերտերից եթե 3 շերտա 2 ունենք, մեկն է պակասում։ Այդ առաջնային ինտերֆեյսն է պակասում, որով կարելի է պատվերը դնել, էլի։ Իսկ այդ տրանսպորտը, չգիտեմ, առաքումը։ Դա հիմա առաքիչները մեզ մոտ առաքման ծառայությունը գոյություն ունի։ Մի քիչ թանկ է համեմատաբար։ Ոչ մեքենայով։ Մերը մեքենայով է։ Դեմ ասում եմ։ Հա, բայց մոտորները, բայց համակարգը կա, այդ մեզ պակասում է ինչ որ քանակի գործը։ Ընդհանրապես ոնց է, դա ձեր մրցակիցներինն է տրանսպորտը, թե բերեք բոլոր ընկերությունների համար չասեմ։ Մոդելը ոնց է։ Մոդելը միջանկյալ ընկերություններ գործընկեր գտնելն է, որոնք իրենց հերթին հավաքում են առաքիչների։ Բայց մենք միջանկյալներով չենք աշխատում։ Դե այդ մարժա է իջնելու, եթե միջանկյալով աշխատում։ Այդ փողի պատճառով չէ, ավելի շատ նրա պատճառով, որ մենք այդ վերահսկումը ուզում ենք ոնց որ մաքսիմալ անել, որ որակը մեր ուզած որակը լինի, էլի դա իր պլյուսներն ունի եւ մինուսներ։
Պլյուսը նա է, որ հա որակը ձեր ուզած ավելի լավ է լինում, բայց տարածվելն է ավելի երկար բարդ լինում, որովհետև այդ ցանցը դուք ձեր ռեսուրսով ավելի երկար եք, ձեր ուժով ավելի երկար եք ստեղծում։ Քանի աշխատակից է GG-ում։ Հա, աշխատակից բառը նույնպես չի օգտագործում, թիմակից 65 այդ կարգ։ Թիմակիցներ եւ գործընկերներ։ Թիմակիցներ, գործընկերներ։ Գործընկերները շատ են։ Գործընկերները բարձ է իրեն։ Ուղղակի փոխադրողները։ Թիմակից չեն։ Թիմակ իրենք էլ են թիմակից, ուղղակի գործընկեր թիմակից են, էլի, այդ տարբերակումը։ Իսկ փոքր թիմը գրասենյակային GG թիմը 60-65 կա, ուղիղ թիվը չեմ հիշի, բայց Մեծ մաս IT-շնիկներ։ չէ, մեծ մասը օպերացիոն թիմը ավելի մեծ է։ Երևի 45-17, նույնիսկ 15-40 քանից տենց հարաբերակցություն են։ Մեր գործի մեջ էլի այսօր քննարկում էինք թիմով, վերհիշեցինք այն բանը, այդ երկու ուղղությունը կա, այսինքն մարդը, որ ստեղծում է product-ը ձեռքով, եւ մարդը, որ այդ product-ը սպասարկում է, այսինքն գործընկերներն են սպասարկում կամ պատվիրատուներն են սպասարկում, մեծ հաշվով այդ երկու ոնց որ բաժանումները կան, բայց կարևորը, որ այդ երկու ոնց որ տիպի մարդիկ, թիմակիցները հատումներ լինի, էլի, որ իրար հասկանան, այսինքն որ նույն գծի վրա լինեն, էլի։ Որտեղ մեր գործը, այսինքն ֆիզիկական կյանքում ինչ որ մի բան գոյություն ունեցող բանը թվայնացնելն է։ Նախ այդ բանը պետք է որպես երևույթ հասկանալ, ոնց է ինքը աշխատում։ Որ այդ թվայնացնելն այնպես գծես, որ թվայնանա, որ տեղի ունենա։ Քիչ հայտարարել, որ ես այսպեսի ծառայություն եմ տալիս ու ոնց որ վերջ տալիս եմ։ Այդ քիչ, այդ հեշտ, բայց դժվար է, նենց ոնց որ ինքը արդեն պատվերները գան, պատվերները արվեն, դա միշտ դժվար է, անկախ ինչքան ուզում եք դուք ուժեղանում եք, մեկը դժվար է մնում ու ժամանակատար։ Համեմատության համար հետաքրքիր բան ասեմ, քաղաքներ ա եղել, մենք մեկ անգամ չենք որ թողարկել ենք, սկսել ենք, բայց առաջին անգամ չի ստացվել։ Երկրորդ անգամից է ստացվել, երրորդ անգամից է ստացվել։ Օրինակ Ստեփանակերտը, եթե չեմ սխալվում, երկրորդ անգամից է ստացվել, բայց վերսկսել ենք երկու անգամ։ Պատերազմից հետո նորից վերսկսեցինք։ Պատերազմից հետո ավելի լավ ստացվեց, քան ստե առաջ էր։ Օրինակ էլի, ու էլի նորից դու այդ 0-ից այդ հավիձվի պատմությունը պետք է լուծես։ Մի կողմից եթե դու ասենք մարդ ունես, որ պատրաստ է ծառայությունը մատուցի, բայց մարդ չկա, որ ուզում է ծառայությունից օգտվի։ Կամ հակառակը օգտվողը կա, տվողը չկա։ Կամ քանակը մեկը մյուսից շատ, այդ միշտ բանը կա, էլի շուկայի օրենքը միշտ աշխատում է, դու պետք է համբերատար ստեղծես այդ։ Ու հավատք կարևոր երևույթը, որ պետք է լինի նման ծանր գործի մեջ, էլի։ Հայաստանից դուրս կա GG։ 2020 թվականին 4 երկրում ենք աշխատել, Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Ֆեդերացիա, Վրաստան, Հայք, COVID-ի ժամանակ այն մնացած 3-ը փակել ենք, որովհետև ոնց որ զրոյացել էր շրջանառությունը, պահել ենք հիմնական այդ պահին։ Ու վերաբացելու նպատակներ կան, բայց այս պահին ռազմավարությունը այնպես է, որ ուզում ենք այդ 1000 ծառայությունը ստանանք, ինքը արդեն նոր մոդել է։ Ու հաջորդ այնպես նախատիպ։ Բերեք վստահ չասեմ, ասեմ շատ եմ ուսումնասիրի, անձամբ ես սուտ կլինի, ենթադրում եմ որ կլինեն։ Միացյալ Նահանգները ինձ ծանոթ շուկա է, ես այնտեղ չգտա, չտեսա այդպես բան, ոնց որ մոտիկ բան, ոնց որ ուզում էին task rabbit-ներ, բայց ինքը հիմնական բանը չուներ, riding-ը չուներ, էլի։ Դե Uber-ն է մեծ հաշվով իրենց մոտ, հա DoorDash-ը առաքման գծով, բայց ինքը Uber-ին հավասար ընկերություն է։ Իդ մի քիչ փոքր, բայց էլի շատ ուժեղ, որ փորձում են նույն բանը լինի։ Երևի ամենամեծը ամեն դեպքում Uber-ն է։ DoorDash ինքը էլի առաքում է մեծ մասամբ, ուրիշ ծառայություն այնտեղ չկա, չէ՞։ Ոնց որ թե լավ։ Կարամ սխալվեմ, բայց ինքը ոնց որ շատ մասնագիտացված խփել է այդ բան մասին, ծառայություններ վստահ եմ որ կան, բայց իրան այդ առաքմանը մոտիկ մեծ հաշվով։ Օրինակ խանութների ծառայումը ուրիշ ծառայություն է, թե չէ։
Պրինցիպի նման է, նման։ բայց բիզնես մոդելի առումով ահագին տարբեր է։ Ես անձամբ որ առաքում արել եմ, դրա համար եմ ասում, էլի։ Օրինակ, երբ որ դուք գնում եք ռեստորան, ձեզ պատրաստի տոպրակ են տալիս, որ առաքեք։ Իսկ երբ որ գնում եք խանութ օրինակ ես մտել եմ, խանութ ցուցակով պետք է ապրանք վերցնեմ ու ես պետք է հավաքեմ այդ բաներից, այդ ամենաբարդը էդ էր, որ դու չգիտես որտեղ են այդ ապրանքները։ Բայց մեծ խանութ ես մտել, Իսկ հիմա խանութը չի հավաքում տալիս։ որտեղ։ Հայաստանում օրինակ։ Դե նայած ձեր մոդելը ոնց է, եթե դուք հենց սուպերմարկետն եք, ինքը հավաքում տալիս։ Բայց այն ժամանակ, երբ որ նոր էինք սկսում, երբ որ Երևանում չկար, այսինքն որպես ոչ սուպերմարկետ չկար, այդ կուլտուրան չկար Միացյալ Նահանգներում հավաքեն տան։ Դու մտնում էիր, նախ դու որտեվ սուպերմարկետը քո գործընկերը օֆիցիալ չէր։ Դու հայտարարում էիր, որ ցանկացած խանութից կարաս այդ բանը անես։ Այնպես որ ինքը առանձին մարդ պահի, որ քեզ տոպրակով հավաքի տա, այդ պահին աշխատող ընկերությունները տենց չէին աշխատում, այսինքն մտնում էիր ու ժամանակատար էր դա։ Հա, դա գալիս է black store-ին, հա, որ խանութներ լինեն հատուկ, որոնք որ հենց գործ իրանց այդ հավաքել տալն, հա։ Այդ դեպքում ավելի հեշտ է, բայց եթե աշխատող բաց խանութում շատ բարդ է։ Իսկ մի հատ առանձին մարդ պետք է այդ հավաքելով զբաղվի, հեշտ չի։ Որ չխափեմ, Երևանի էսպայն մոդելը ոնց է աշխատում, խանութների մասով չենք ուսումնասիրել, որտեղ դրանով էսպայն չենք էլ պատրաստվում այսօր զբաղվել, էլի։ Որտեղ այս 2 տարում ահագին զարգացել է։ Ձեր մրցակից ընկերություններից մեկը ինքը երբ որ պատվերը տալիս է, ասում է, որ խանութը հավաքում է։ Ավելի լավ է դա։ Բայց բոլոր խանութները Խոսքը սուպերմարկետների մասին հիմա, այս բայդրությամբ։ Դե որ նենց անել, որ բոլոր խանութները հավաքեն, բավականին ծանր է։ Իսկ մարդուն մենք երբ որ Միացյալ Նահանգներում այդ ծառայությունը մատուցում էինք, ասում ենք դու որ խանութ ուզում ես, ասա մենք կբերենք։ Կապ չունի որ խանութ։ Այդպես հեշտ տարբերակ էլի, բայց խորացանք մի ուղղությամբ, հա, դուզ գանք այդ Ուղղավորա փոխադրումները ոնց է։ Ուղը Շուկան մեծացել է, չէ՞, ընդհանրապես։ Հա, Մարդիկ ավելի շատ են գնում գալիս։ Երևան քաղաքում Նաև մարզերում էլ։ դե մի քիչ ավելի մեծ էր մի որոշ ժամանակ առաջ, երբ որ Ռուսաստանի Ուկրաինայի իրադարձությունները նոր սկսվեցին, ավելի մեծ հոսք կար դեպի Երևան։ Բայց ընդհանուր, եթե տեսակարը քշիրը նայենք, այո։ Բայց հասցնում եք, ոնց որ էլի մի քիչ հետ եք ընկնում, հա, ժամանակ։ Չէ, ասեմ այդ մասով համեմատած նախորդ ամիսների էլ այս պահին մեր մոտեցման ժամանակը 4 րոպեից ավել է, բայց 5 րոպեից ավել չի։ Միջին ժամանակ ամբողջ հանրապետությունում։ Այսինքն դա վատ արագություն չի, ամեն դեպքում լավ կլինի 2 րոպե լինի, բայց բաներ կա մեզնից էլ կախված չէ, էլի, օրինակ երբ որ խցանումները շատ են, դա մի բան մեր ալգորիթմներից էր, որ թերանում էինք, ալգորիթմներ լավացնում ենք այս բանին ու որոշակի օպտիմիզացիա այդ առումով կա։ Բայց նաև քանակից է, չէ՞, այսինքն ինչքան շատ են, այնքան շանսը որ կոմոտիկ մեկը կլինի ավելի շատ է։ Վստահ այո, բայց մենակ քանակը չի։ Ալգորիթմը եթե լավը չի, նույնիսկ քանակի պարագայում դու չես կարողանում ճիշտ տանել։ Իսկ այդ ալգորիթմը արդեն առանձին խնդիր է, որը որ այս բան մեր շուկայում մրցակցությունը այդ ալգորիթմների միջև է։ Ումն է ավելի լավ։ Այսինքն դու ինչ պարամետրից վրա պետք է ճոգես, որ այս պատվերը ճիշտ է անի այս մարդը։ Այդքան ինքը զարգացել է որպես երևույթ։ Իսկ իրանց այդ նավիգացիան բոլորը նույնը չեն օգտագործում։ Չէ, մեր նավիգացիան ուրիշ է, իրանց ուրիշ է, իրանց ասվածը ում մասին որ ասում ես։ Ասում ձեր գործընկերները ձեր նավիգացիան են օգտագործում։ Ինքը ընտրություն ունի, բայց խնդիրը իր օգտագործելը չի։ Խնդիրը թե դու բաշխման ժամանակ ոնց ես կարողանում։ Ես հասկացա, Բայց տանելն էլ է, էլի կարևոր։ Դե տանելը 4-5 հատ ընկերություն կա, ինքը կարա ընտրի, որ նավիգատորից է օգտվում, կարա ոչ մեկ իրան դուր չի գալիս, մի հատ ինչ որ ուրիշ է տնի։ Բայց Երևան քաղաքում է շատ մեծ հաշվով 2 հատ։ Բայց տեսականորեն որ ուզի կարա բացի։
կարա Google Map-ը բացի նրանից օգտվի։ Դե տեղերը կա օրինակ նույն նավիգատորները չեն տանում կամ չգիտեն։ Հա, Հաղորդին ասում ես հենց քշես մոչ նավիգատորը չի տանում։ Անհարմարության համար ներողություն ենք խնդրում։ Դե չեմ ասում զուտ դրա լուծումը ոնց պետք է լինի։ Դե դրա լուծումը անընդհատ լավացնելն է քարտեզը։ Դե եթե նավիգատորը ձերը չի ոնց ինչը լավացնենք։ Նավիգատորը մեզ չի կարողա չի պատկանում, բայց այդ կապ չունի։ Մեր գործընկեր ընկերությունն է, օրինակի համար մեր բարագայում, որի հետ մենք անընդհատ աշխատում, անընդհատ լավացնում ենք։ Խնդիրը թե ինչի փոխեցինք, հրաժարվեցինք օրինակ նույն Google-ի ծառայությունից, որովհետև Google-ը հասանելի չէր։ Այսինքն իր հետ չէր ստացվում այդ ոնց որ համագործակցել այդ մասով։ Քո, ասենք դու ասում ես այդտեղ օրինակ կա լավացնել, ինքը ուղղակի տեղ չկա ու մասես։ Շատ մեծ էր էլի արդեն։ Բայց եթե այս թեմայի մեջ ենք խորանում, դու քո լուծումները, մենք կոնկրետ մեր լուծումների վրա ենք մտածում, ոնց անել, ոնց որ մի շերտել մենք ունենանք էլի, ոնց որ տրամաբանության, թե քաղաքը ինչ վիճակում է։ Դա առանձին խնդիր է, բայց այս պայն ծրագիր գրելու տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ դա հեշտացել է։ Եթե անցյալում դրան համար շատ մասնագետներ էին անհրաժեշտ, այսօր արդեն այապես ավելի թեթև, ավելի հեշտ։ AI պես։ Նաև, հա։ Չէ, AI պես չէ, այդ արհեստական բանականության օգտագործմամբ։ Հա, ինչ որ սևագործ գործ, որը որ պետքա թմեր էին պետք, այսինքն ծախսներ շատ, հիմա մի քիչ քչացել է։ Տալմով հետաքրքիր բաներ ոլորտում էս մի 4-5 տարում, նույնիսկ 2-3 տարում եղել է։ Հայաստանում երեքամ Երևանը մասնավոր դեպք որպես առանց վարորդ տաքսիները կարողանան աշխատել այդ autonomous driving։ Nvidia-ն այգին Uber-ին գումարա դնում որ այդ Դե Google-ը Waymo-ի հետ աշխատում, հա, բայց ինձ Երևանն է հետաքրքիր, մեր մոտ հնարավոր է այդպեսի։ Դե կամ կլինի հնարավոր այդպեսի տարբեր։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, դա քրքիր է։ Իհարկե, բա քո հետ ենք խոսում։ չի լինի, բարձ է։ Այսօր բավական դժվար եմ պատկերացնում, բայց տեսականորեն հնարավոր է։ Բայց ուրիշ հարց կա, որ նույնիսկ այն տեղերում, որտեղ որ գործնականում դա կա, ինչ դժվարություններ են առաջանում ու քանի տոկոսն է դարձել այդ ձևի, էլի։ Շատ չի էլ ոնց որ ինչքան չի։ Դա չի նշանակում որ չի լինելու։ Բայց երբ ստումա շատ տարբեր բաներից է կախված, էլի։ Որ սենց ասեմ, որ դա լինի legacy սիստեմաները դուրս են գալու, բանկրոտ են դառնալու։ Legacy հիմիկվա, էլի, այս վարորդով ուղևորը փոխադրումները։ Չէ, դա խնդիրն է նա, որ դա ընդհանրապես ոնց որ տեխնոլոգիա է, տակի եղած տեխնոլոգիա, որը դու կիրառում ես։ Մեր գործի անունը դա ուղղակի A-ից B ավտո քշելը չի։ Նույնիսկ մեր գործընկերների գործը մենակ դա չի։ Ենթադրենք, ասենք, ձեր ասածը ամբողջ Երևանում էս պայն աշնես փակեցինք, բացեցինք ավտոնոմ քշվող ավտոներ են, չէ՞, այդ ավտոնը մեկը պետք է լվանա։ Մակրի, լավ յուղ չի լինի, բայց ասենք, չգիտեմ, եթե դուռը օրինակ չի աշխատում, մեկը պետք է սարքի այդ դուռը։ Ինչ որ մեկը պետք է տեր լինի այդ ավտոին։ Զուտ ոնց որ գնի այդ ավտոն։ Այդ մեր գործընկերներն են։ Ու մենք ավտոպարկ գաղափարը այնքան էլ մեր մոտ չկա, էլի տեսականորեն կարա լինի, բայց ոնց որ մենք միշտ ցկտել ենք անհատ մարդկանց հետ աշխատել, էլի։ Ու մենք այդ տենց ենք սկզբից փոխել շուկան, որ բերել ենք մարդկանց ենք բերել այդ ոլորտ, որոնք որ ուրիշ հավասար պայմաններում կյանքում այդտեղ չէին մտնելու։ Դրա հաշվին բարձրացրել ենք ծառայության որակը, այդ փոփոխությունը մտցնելով։ Ու հավատում եմ, որ տենց ոնց որ այդ վախը արհեստական բանականությունն էլ չէ, այդ վախը, որ աշխատատեղեր են քչանում, չեմ տեսնում այդ քչանալը անկեղծ ասած։ Այս գործընկեր գտնելը այսօր դժվարացել է։ Ձեր ստանդարտները մի քիչ բարձր է, չէ՞, ինչքան հասկանում։ Դա միշտ դժվար է, բայց միշտ այդ հարցով ամեն օր զբաղվում ենք, էլի, այդ մեր ամենօրյա գործն է։ Այսինքն պահանջ ձեր պատվերների քանակը այնքան է, որ պահանջ կա ավելալ։ Միշտ դա նու որպես խորհուրդ է։ Իրանց մոդուլնեկն է։ Այս տիպի համակարգերում պարտադիր տրանսպորտի հետ կապված էլի,
Եթե ուզում ես այդ marketplace կոչվածը աշխատի, դու անընդհատ պետք է ներհոսք լինի, թե հաճախորդի, պատվիրատու հաճախորդի, թե ծառայություն մատուցողների։ Երբ որ այդ ներհոսքը ավարտվում է, դու համարում ես, որ վերջ, հա, ոնց քեզ էլ պետք չի։ Դու ուղղակի սկսելու ես կորցնել շուկան։ Այսպես է, այս օրենքը ոնց որ դա ոնց բնական ինչ որ մի հատ process է, էլի։ Բայց փիլիսոփայական հարց ինձ հետաքրքիր է, ես էլ եմ ակի բիզնեսի տեր, վերջ բիզնեսի տեր։ Մի բա չի գալիս, որ դու ասում ես ամեն օր ինչ որ պետք է զարգացնել։ Հետաքրքրացրեցինք զրույցը, էլի, թե չէ ինձ շուտ տեխնիկական հարցեր էի կան դա տալիս, ոնց է։ Արայի պատվին product-ը սարքեցինք։ Այսինքն հարցը հետեւյալն է, հա, այդ երբ է վերջը երբ է, հա, սա բայց այդ մեր կյանքն է, այսինքն դա բիզնես ասված բիզնեսի հարց չի, ինչով ենք մենք զբաղվում երկրագնդի վրա, ինչ ենք եկել, այս հարցն է ուրիշ է, դա մեր օդ շնչելու պես բան։ Դա բայց բոլորը չէ որ բիզնես ունեն, բոլորը չեն որ ձգտում են սեփական բիզնես ունենալու, ինչ որ հա, տեղել ես այդ մեծացնելու այդ բիզնեսը որոշակի փիլիսոփայություն ունեմ այդ մասով, կամ կիսվում։ Այդ սեփականատեր բան, այդ տերմինները այդ նախ այդ բիզնեսի տեսակներն են բավականին տարբեր։ Երկրորդը մեծ համակարգեր ստեղծելու միտված չեն շատ անգամ։ Իսկ երբ որ մեծ համակարգ ես փորձում ստեղծես, դա դառնում է ուրիշ տիպի ծանր գործ։ Շատ տարբեր, օրինակ բուտիկային ծառայություն մատուցող փոքր, նույնիսկ մեծ ծավալներով կարող է ֆինանսական, դա ֆինանսական հոսքերի հետ չի կապված։ Զուտ թե իրենք ինչ խնդիր են լուծում։ Կարող է մի ներդրումային ֆոնդ լինի, 5 հոգի մարդ աշխատի, բայց միլիարդներ բան շրջանառություն ունենան, էլի։ Բայց մեր տիպի օրգանիզմ ստեղծելը դա մի հատ ուրիշ տիպի աշխատանք է, որտեղ ըստ իս մարդը ուղղակի պետք է հասկանա, թե ինքը այդ կյանք կոչվող թատրոնի մեջ որ դերն է իրան։ Համակարգ, եթե ինքը ուզում է համակարգ ստեղծի ու ամեն օր այդ համակարգը լավացնի, մեր տիպի ընկերությունները լավ տարբերակ է։ Հիմա իմ դերը այդ համակարգում մի դեր կա, մեջը արդեն։ Մի ուրիշ մարդ ուրիշ դեր է կատարում։ Բայց դա շատ տարբեր է այդ ոնց որ ուղղակի ասել, թե ասենք բիզնես ոնց որ հիմնադիր լինել, թե աշխատավորը աշխատող։ Հա, այդ տարբերակումը ես այդ գործի մեջ այդքան շատ չեմ տեսնում։ Դու ուղղակի հա, դու առաջնորդ ես, զորքը պետք է առաջնորդես, եթե դու ես հիմնադիր էլի, բայց այդտեղ գեներալներ կան, գնդապետներ կան ու ավելի զինվորներ կան, մի պահ դու ես զինվոր ինչ որ մի գործի մասով։ Միտեղ դու գնդապետ ես, միտեղ դու գնդապետ չես։ Շատ տարբեր։ Օրինակներ պետք է ծառայես, այդ պայն դու պետք է դրոշը վերցնես, դու վազես առաջ, այդ պայն դու էլի առաջնորդ ես, բայց դու այդ ֆունկցիան չես կատարում համակարգ, հենց բուն ինչ որ ոնց որ կառավարումը չես անում։ Դու այդ զինվորի դերն ես կատարում, որտեղ պետք է օրինակ լինի, որ դու ես պատրաստ դա անես, որ դա ամոթ չի, որ պատվաբեր բան է։ Բայց քո համար սա հենց կյանքի գործ է, չէ՞, դու որ սա չլինի, չես իմանա ինչի արտնանաս։ Փիլիսոփայորեն ասեմ, հիմա որ համեմատում եմ նման զգացողություն, թե այդ ժամանակ երևի մի քիչ ավելի պայր եղել է, որ ավելի ծանր եղել, զինվորական ծառայությունս է եղել։ Որ այսինքն այն ինչ որ ես անում եմ, հստակ գիտեմ, որ պետք է։ Եղել են դեպքեր, որ հա փող ես աշխատում, բայց ումա դա հետաքրքիր։ Ոնց որ չես զգում այդ բանը, պատասխանատվության զգացումը։ Իսկ այս պարագայում հա, դա կյանքի գործ է, երբ կյանքի գործ է։ Տենց այդպեսին է դարձել, նաև այդպեսին այդպես է մտածված եղել, որ դառնա։ Այդ պետք է փիլիսոփիան կապել իրար էլի այդ երևույթները, որ կարանաս հաճույք ստանաս տանջանքից։ Եթե այդ ոնց որ անում ես, քո ուզածը դեռ չկա, բայց դու ծառայում ես այդ նպատակին ամեն դեպքում, սպասում ես հնարավորության։ Իսկ մի հատ էլ այս թեմայից հարց։ Ինձ համար երևի կարևորագույն մասը, որ կա
մրցակցություն, ու ես պետք է մրցակցությունից ավելի լավը լինեմ ինձ համար, իմ բիզնեսում։ Դու ես տենց բանանում պատկերացնում։ Դինամները չտալիս էլի։ Անուններ չտալիս հասկանում, այդ իրանց ներքին Դե բանը մերը նկարնակարգն է ուղղակի տենց անում։ մրցակցություն չի, դա ավելի շատ պատերազմի են նման հենց։ Լավ մրցակցությունը պատերազմ է, ձև չկա։ Ալագերկա։ Ֆրանսերենը գիտի արա եղբայր։ Շատ Հարցը բաց զարգացած մարդ է։ իրոք։ Հարցը բաց թողեցի։ Էներ որ Հա, ավելի լավը լինելու։ Հա, հաղթելը։ Հա, լավ հարց։ Ես երբ որ թենիս էի խաղում, խոսքը մեծ թենիսի մասին է, չեմ հիշում քանի խաղեր ընդհանուր, բայց 20-ից ավել էր էլի, որ հաղթել էի մենակ առաջինը, տարբեր մրցումներում։ Մնացած բոլոր պարտվելի անընդհատ դեպրեսիայի արդյունք էր, դի որ հարցեցիք սկսեցի հիշել, բայց ինչն էր ստիպում ինձ անընդհատ շարունակել, էլ ես այդ խաղը իրոք սիրում էի։ Բայց պարտվել դենց չի որ հատուկ հաճույք եմ ստանում, էլի։ Բայց այս գործի մեջ ոնց որ ավելի լավ է ստացվում, թեև դեռ հաղթած իրավիճակ չունենք օբյեկտիվորեն, դուք ոչ միայն մտածում եք, թե ոնց հարցը մրցակցություն հաղթելը չի։ Հարցը քո երազներ իրագործել, ավելի շատ էսպես էլի։ Այդ կենտրոնանալ, ես մրցակցություն ես պայն, հա, ինքը ոնց որ քո այդ պատերազմն էլ քեզ ոգևորող կամ այդ պայն ոնց որ այդ process-ով դու տարվում ես ինչ որտեղ, այդ վասկի մասով, բայց այստեղ երազն է։ Դրա համար շատ անգամ պետք է դրանից վերև գնաս, որ իրոք հաղթես, էլի։ Ինչ նրանց լուրջ սպորտսմենները դա միշտ էլ ակնարկում են, որ իրենք չեն մրցում դիմացինի հետ։ Մրցում ես ինքդ քեզ հետ։ Այսինքն դու ինքդ քո մեջ այդ հաղթանակը տեսնում ես, որ անելու ես, էլի։ Չէ՞ որ դիմացինով առաջնորդվես միշտ ոնց որ փորձում ես նմանվես, պատասխան տաս եւ այլն, դա չի թողնում քեզ դուրս գաս, էլի այդ Պարադիգմից։ Ընդունեցի, բայց 100 մետրով արագ վազեց, ինքն էլ հաղթեց, չէ՞, ուրիշին համեմատ հաղթեց։ Շուկայում ով ավելի մեծ կշիռ ունի, ուրիշի նկատմամբ այդ կշիռը հաշվարկվում։ Շատ անգամ այդ կշիռից նորմալ չէ հասկացվում, թե ով ինչքան կշիռ ունի։ Հիմա եթե օբյեկտիվորեն զուտ փորձենք հաշվել ինչ-որ մի բան, էլի զուտ այդ առումով եմ ասում։ Ամեն դեպքում հա, դու ինքդ քեզ կատարելագործում ես, դա կյանքին իմաստն է, դու եթե չես կատարելագործում, քեզ ապրում, բայց ամեն դեպքում մրցակցությունը կամ պատերազմ ուրիշի հետ է։ Սպրինտա թե մարաթոն է։ Այդ KPI-ները դուք եք որոշում այդ խաղի։ Այսինքն հիմա եթե խնդիր դնենք մեր մրցակից, ես չեմ տեսնում որ դեղիններն են անկեղծ ասած։ Եթե մեծամիտ տարբերակով Արցախի բարբարով ասում, եշինք ես այդ իրավիճակին, ապա դու եթե տենց խնդիրը դնես, ես երբ որ մտածում եմ այդ խնդրի շուրջ, որպես մրցակցություն, ավելի շատ մրցակցություն Tesla-ի նման ընկերությունների հետ հոգեբանորեն։ Ուրիշ բան որ շատ հեռու ես այդ մասով, այդ պահին, բայց այդ կապ չունի։ Դու այսինքն փորձում ես հասկանաս ամենահետաքրքիր լուծումներն այսօրով են մատուցում ու իրանից ավելի մի բան ավել մտածես այս թեման ըստ քո ունեցած հզորությունների, էլի։ Իհարկե դա էլի մեծամիտ է հնչում, բայց ասենք բա խնդիրը պետք է դնես։ Ինչ որ բաներով էլ ստացվում է, կարամ օրինակ բերեմ։ Դրական բան է համարվում այդ սիլիկոնյան հովտային այդ պարադիգմի մեջ, որ դու կարանաս ընկերություն IPO հանես, չէ՞։ Դրական բան է։ Exit-ի տարբերակն է։ Իսկ կա աշխարհում մեր տիպի ընկերություն, որը որ բանը ոնց որ մեծ մասը իր պատկանում է թիմին։ OpenAI։ Okay, քանի IPO-ի չի գնացել ավելի։ IPO-ի չի գնացել, բայց քանի տոկոսն են արդեն անել ոնց որ։ Հիմա մենք կարացել ենք մնանք անկախ այս պատերազմի մեջ։ Այսինքն համեմատության մեջ դեղինները այդպես չի։ Հիմա իրանց մրցակ այդ KPI-ով մենք կրած ենք այսօր։ Դեղինները կորպորացիաներ են։ Իրանք աշխատակիցներով չեն, այդ փայատեր չեն աշխատակիցները սովորաբար։ Դե ինքը IPO անցած ընկերությունը իր թիմակիցներն է կարան աշխատաբան ունենան։ Բայց չեմ ասել, բայց focus stock-ը 0.001 այդ կարգի, որը ամենախոշորն է 10% կամ 15, չգիտեմ, դրա համար ընդհանուր ես այդ տիպի ընկերություններին չեմ հավատում։
Կարամ փիլիսոփայեմ այդ մասով։ Ես չեմ հավատում ընկերություններին, որոնք որ ունեն 1 միլիոնատ փայատեր ու որոնք որ ոչ մի խոշոր փայատեր բաժնետեր չունեն։ Այդ ընկերությունը 50 տարի հետո ինչ պետք է անի, ինձ համար բավականին մութ։ Օրինակներն էլ դրական օրինակները, կարամ ասենք Ford-ն է, դրական Ford-ը շատ փոքր ընկերություն է։ Ինքը հա որպես բրենդ շատ հետաքրքիր բրենդ է, լուրջ պատմություն ունեցող, բայց ինքը ես չեմ տեսնում, որ ինքը 10 տարի հետո կլինի ավելի մեծ, քան այսօր է։ Ինքը ավելի փոքր է լինելու, քան այսօր է։ Իրեն մի քանի անգամ սնանկությունից փրկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետությունը, որպես ոնց որ հիշատակ սեփական վաղեմի հզորության։ Նաև որպեսի ունենա ավտոինդուստրիա դրա համար փրկել։ Դուք ճիշտ եք։ GM-ին, Chrysler-ին, բայց այդ բանին ոճին գործ անելու, ինչը լավ ոճ է, որ գումարես հավաքում ամբողջ աշխարհից այդ բուրգը սարքում ես, լավ ասած դրական բան է։ IPO-ի մասն է խոսքը գնում։ Դրական, իհարկե դրական գործիք է, բայց իրենով իննովացիա անելը, այդ գործիքով ու ստաբիլ իննովացիան անելը մնալ ոնց որ գագաթում, բայց փիլիսոփայում ենք էլի։ Շատ իրականում մոտ 10-12 տարի առաջ, 10 տարի առաջ այս հարցի շուրջ ես ստիպված եմ եղել շատ մտածել, որտեղ ունեցել եմ ներդրումներ որոշ ընկերություններում, բաժնետոմսերի մասնախոսքը գնում, որոնք որ այսպես ասած IPO արած ընկերություններ են, որոնք ունեն management։ Ու իմ ուսանողներն այդ իմ անձնական փորձի վրա բացատրեցի, որ այդ ինչ էր տեղ ունենում։ Management-ը ընդհանրապես հետաքրքրված չէր սեփականատերերի շահերով։ Ինքը հետաքրքրված էր միայն իր սեփական շահերով, մենեջմենտի շահերով։ Նորմալ մենեջմենտ է։ Լրիվ, բայց այդ նշանակում էր, որ բոլոր գործողությունները, որ նրանք անում էին, սեփականատերերի համար վնաս էին։ Նույնիսկ վնաս էին։ Հա, ու ես իմ ուսանողներին բացատրում եմ, որ կա այս արևմտյան մոդելը, որը տանում է դեպի IPO, դու վերցնում ես այսպես կոչված management, professional management, որը կառավարում է, բայց management-ը դառնում է տեր այդ դեպքում, որովհետև քան որ միլիոնավոր փայատեր են, ոչ մեկ ազդեցություն չունի management-ի վրա։ Բայց երկարաժամկետ ես այդ համակարգին ինչի չեմ հավատում, որովհետև շատ փոքր հավանականություն կա, որ այդ լավ մենեջեր կհայտնվի ու ինքը կկարողանա այդ համակարգը վրա այնպես ազդել, որ տանել դեպի պայծառապատ։ Հենց դրա մասին եմ խոսում։ Մեր արևելյան նույնիսկ եթե ինքը ուզենա, ստրուկտուրան այնա, որ մեր սովորաբար փայատերը ինքը մենեջերն է։ Կարող է դա ամենաէֆեկտիվ տարբերակը չի, բայց գոնե փայատերը, եթե բայց այդ ինչքանով արևելյան, ասենք իտալական ընկերությունները բավականին այդպես ընտանեկան են, այսինքն իտալական չեմ, մենակ եվրոպական։ Իտալականներն էլ են դառնում, նույն Ferrari-ն դառել է IPO, դառել է բաժնետոմս, նույն Zenian Ermenegilը դառել է բաժնետոմս, այսինքն դա exit-ի ստրատեգիա ավելի շուտ, մարդը ուզում է, կարող է 4-րդ պակալենյան դուրս է ուզում գալ բիզնեսից, չեմ, բայց դրական 6-րդը դուրս է ուզում գալ բիզնեսից։ Դրական օրինակներ էլ կան այդ մասով, նույն, չգիտեմ, գերմանական կոնցեռներից, երևի BMW-ն նույն սեփականատերերով ինքը մնում է ջրի երեսին, էլի։ Ես կողմնակից եմ, որ եկամուտներն է սկսեիչներ չինացիքի։ Հա, պատերազմը, բայց իրանք բավականին երկար ժամանակ կարողացել են, էլի, ոնց որ վերևում մնալ։ Ոչինչ չէ, որ GG-ից մի քիչ դուրս էքսկուրս արեցինք։ Շատ հետաքրքիր էքսկուրս է։ Դա շատ ոնց որ շատ տարբեր բաներից է կախված, ըստիս ու ոնց ստեղծել այնպիսի ընկերություն, որը որ երկար կապրի, ինչպես ստեղծել։ Ու այդ հարցի, հիմա որ խորանանք հետաքրքիր տեղ կհասնենք, գալու ենք պետության երևույթին, էլի, որ դու մի բան ես կառուցում կոնկրետ պետության ներսում, թեկուզ աշխարհով տարածվես, բայց ինչ որ մի պետության պատկանելություն ես ունենալու, ու կախված այդ պետության ինչպես լինելուն, քո վրա էլ է դա ազդում։ Ու մեր խնդիրն այն է, որ մենք ստեղծենք այնպիսի գործարար դասակարգ, որը պատասխանատու լինի այդ պետության համար ու այդ
պետություն եւ գործարարություն շփումը այնքան ուժեղ լինի, որ իրար օգնելով ոնց որ զարգանա։ Խոսքը գնում է social responsibility մասին, թե Չէ, չէ։ խոսքը գնում է հենց կոնկրետ տնտեսական արդյունքների մեծությունը մեծացնելու վրա, որը դու շատ բարդ է անել, եթե այդ կոնկրետ այդ պետությունը նման խնդիր առաջ չի դնում ու չունի նման ռազմավարություն։ Դե էլի հավիձի պատմությունն է։ Եթե հիշենք, հայկական պետականության ստեղծումը կապված է էլի իմ սահմանափակ գիտելիքներով դուք կարող եք ինձ ուղղել, բայց հնդկահայ մեծահարուստները գործարար մի բա մրցակցելով անգլիականի հասկացել են, որ քանի որ իրանց մեջքում պետություն գոյություն չունի, իրենք պարտվում են ու ֆինանսավորել են հայ գործիչներին, որ այդ հասկանան այդ պետականություն ստեղծել ինչպես է լինում։ Արդյունքում իրանք սկսել են 17-րդ դարում կարող է մի քիչ էլ պլյուս մինուս, բայց պետությունն առաջացել է 1918 թվականին, բայց այդ խնդիրը դրած է եղել բավականին ավելի շուտ։ Երբ որ մենք մոռանում ենք այս ընթացքը, էլի, դրա համար ոնց որ որոշ բաներ բաց ենք թողում, ինքն իրան չի լինում, որոշման հարց է։ Հիմա երկրորդ խնդիրը Սովետ միությունը քանդվելուց հետո առաջացել է ինչ որ գործարար դաս առաջանում է, բայց իր հայկական լինելը ու ինքը դեռ պատասխանատու իրեն չի զգում ու խաղացող չի զգում ըստիս։ Դրա համար այն միտքը, որ դու բացի քո այդ փող աշխատելուց ուրիշ ոչ բանով մի զբաղվի կենտրոնացի դրա վրա, այդ միտքը տեղից է գալիս։ Ինքը իր պատկանելությունը ու պատասխանատվության աստիճանը դեռ չի հասկացել։ Մասլոյի բուրգով չի հասել ճիշտ տեղը, էլի, այդ մասով։ Այս խնդրումը կա։ Դրա համար ամեն օր արթնանալու ու այդ կռիվը տանելու բան միտեղ մոտիվացիան դա է, որ փորձել այդ միտքը հաղթանակով ոնց որ տարածել, էլի, որ մենք ուղակի չենք զբաղված ուղակի գումար աշխատելով, դա շատ տարբեր գործի ձև է, էլի, այս ինչ որ մենք հիմա անում ենք։ Շատերը դա չեն հասկանա, նույնիսկ sense ասելուց կարա թվա թե ինչ որ գովազդի է նմանվում, էլի, բայց այդպես չի։ Որտեվ օբյեկտիվ եթե զուտ ֆինանսին կարճաժամկետ նայենք, շատ ուրիշ զբաղմունքներ կան, որոնք որ կարող են ավելի արագ փող գեներացնել։ Օրինակ շենք սարքելը։ Մի հատ շենք, որ սարքում ես, ավելի շատ գումար է գեներացնում, քան թե ամբողջ մեր աշխատանքը 1 տարվա, բայց համեմատելի չեն իրանք բարդությամբ, էլի, process-ների։ Նա հեշտ է։ Ու նրանց 100-ով որ մարդիկ անում են, այսօր գումարը վաստակում են։ Բայց դա համակարգ շատ քչերի մոտ է դառնում։ Դե կարողանաս վաճառես համել, այսօր դեմ չեմ, բայց դա դժվարացել է։ հիմնականում վաճառել ստացվել են, էլի, մարդկանց մոտ, ինչի համար։ Ես կոնցեպցիան հասկանում եմ։ Ասում եմ դա այն շահութաբեր է, բայց ինք դու համակարգ չես սարքում։ Համակարգ կարող է, չես կառուցում։ Ինքը պայտակ կարող է դառնալ համակարգ, դու դառնում ես շինարար, որ անընդհատ սարքում է ու անընդհատ վաճառում է։ Բայց քչերն են, էլի, այդպես ձեր այդ մոդելի մեջ աշխատում։ Հետո ինքը քանի որ ծեզված թեմա է, հիմա մեր տիպի ընկերությունը ամբողջ աշխարհում 100-ատ չկա։ 100-ատ մեր տիպի ընկերություն չկա։ Այն ինչ որ մենք զբաղվում ենք, մաքսիմում որ հիմա հաշվեք բոլորին 30-ից էլ չի անցնում։ Որոնք սեփական տեխնոլոգիա են սարքում, ոչ թե ուղղակի ինչ որ մեկի տեխնոլոգիան կիրառում են, էլ այդպես ընկերություններ շատ կան, բայց որ հենց ինքը ստեղծի, ինքը շուկա մտցնի 0-ից ու հասցնի որոշ մակարդակի վրա, երկրներ կա մի խաղացողը չունեն սեփական։ Օրինակ, ամբողջ ռուսական շուկայում այսօր մի հեգեմոն խաղացող է, մի հատ։ Միացյալ Նահանգներում 2 հատիկ։ Եվրոպայում մի քանիսը մահացել են, կան մի քանի հատ, էլի շատ չեն։ Ուզում եմ ասեմ, տեղը արդեն գնահատելն է, էլի, որ մենք փոքր երկիր լինելով ամեն դեպքում ինչ որ բաներ կարողանում ենք անել, բայց դեռ շատ սովորելու բաներ ունենք։ Վերադառնալով GG-ին, բայց այս կոնտեքստում այս բոլոր մտքերի այդ որ ամեն օր մի հատ ծառայություն պետք է ստեղծվի, դա վերջնանպատակը որ Հայաստանում բոլոր բնակիչները լինեն GG-ի հետ կապակցված։
Դե այտենց նպատակ ասվածը նպատակն այն է, որ ստեղծել մի այնպիսի մեծ ընկերություն, որը որ դրական ազդեցություն ունենա ընդհանուր մեր երկրի տնտեսական զարգացման վրա, այս ու բրենդ լինի, որը աշխարհով հայտնի դարձնի այս անունը, որ ինձ նպատակներից մեջ որ մեր երկրի անունը փոխվի դառնա սա։ Հայք, Մեծ հայք։ մեծ հայք։ Հա, ոնց կարելի է սկզբից հայք, հետո մեծնել ավելանա, երբ որ մի քիչ մեծ լինի ավելի։ Այդ ընկերության ոնց որ ֆունկցիաներից մեկը որոշ մտքեր հանրությանը հասցնելն է, որպես բրենդինգ էլի։ Դա էլի երկար տանջանագիր աշխատանք է։ Այդ անելը էլի, բայց տեսեք հիմա եկել եմ ձեզ մոտ, դուք սիրուն հագնվել եք, ես էլ ոնց որ Չեմ եք, սա սվիտեր ենք հագել։ հա, բայց ձերի վրա ոչ մի սիրուն։ Խոստացել է կլինի, դա այդ մի քիչ ուշանում է այդ մասը։ մի քիչ 2 տարի ուշանում է։ Բա այդ հարցն է, որ ամեն մի ուզած այդ բանը այդ բային չի ստացվում անել։ Ես այդ օրինակ բերում եմ, որ բանի մեջ ծանրամարտի մեջ ամեն քաշը չի որ կարողանում ես այդ բային բարձրացնես, որոշ քաշեր պետք է հետաձգես մի քիչ հետո անես, երբ որ այդ ուժը հերիք հասնի, էլի։ Հիմա մենք կենտրոնացել ենք հենց բում պրոդուկտի վրա, այդ պրոդուկտից դուրս Պրոդուկտը ասում եմ էլի մտնես ապով մի հատ հուդի կամ մի հատ ինքը այդ պուլովեր։ 1000-ից մեկը կլինի դա։ Okay։ Նույնիսկ այդ բանը ապով որ հնարավոր լինի այտենց շատ բաներ ավելացնել, մինչև Հացի հետ կարան է բերեն էլի։ կռնան։ Կռնան։ Փող չունեն որ ուզես։ Ես մարդկանցից փող չեմ ուզում։ Սենց խնդիրը դրա։ Ներդրման։ Ես փող չեմ ուզում մարդկանցից։ Ունենք, Չէ, ավել փող ունեք, տվեք կառավարին։ Մարդիկ իրանց ոտով են գալիս։ Կարող եք գործընկեր դառնալ, պատվերներ անել, աշխատել, ինչ բան։ Լրիվ։ Այդ սայբեր տրակերից չի հարցրինք։ Դե դա տենց Գործընկեր ասեց իջեցի։ մեր հորինած ծառայությունը չի, դրա համար այդտեղ առանձնապես հետաքրքիր բան չկա։ Շատ ավելի հետաքրքիր բան թե ինչից մենք խոսում ենք էլի, ինչպես անել, ինչպես ստեղծել շատ մեծ ընկերություն, այդտեղ սովորելու շատ բան կա։ Օրինակ այդտեղ կարող կենտրոնանալ պրոդուկտի վրա ու այնպիսի process-ներ դնել, որոնք անընդհատ այդ պրոդուկտը լավացնեն, անընդհատ։ Ու նույնիսկ թիմի մեծությունը չի հարցը, այլ այդ որոշում ունենալը, որ այդպես է այդ համակարգը աշխատում, այդ գործարանի անխափան աշխատանքը ապահովել է, ինչ մեթոդներով դա պետք է արվի ու ինչպես։ Ու քանի որ մեր տնտեսության մեջ այդ գիտելիքը գրեթե չկա։ Նման գիտելիք գրեթե չկա, ասենք համաշխարհային որակի կլասի պրոդուկտ ստանալ, որը որ անընդհատ լավանա, այն կարգի արագ, որ իր հետևից վազել չլինի, էլի։ Այս խնդրի վրա է պետք կենտրոնանալ։ Ու մեր հիմիկվա խնդիրը այդ նեղ շուկայում մեր երկիրը մեծաշուկ կուճիր փոքր շուկա է։ Այդ հարցը լուծելն է, որպես մեզ մարզանք։ Իսկ որ այդ խնդիրը լուծեցինք, մեծանալը բավականին հեշտ կլինի։ Ու Դες հաջողություն մաղթենք։ շնորհակալ եմ, դուք էլ օգնում եք էլ այդ մասով։ Հա, մեզ էլ ինչ տաստա։ Այդ արտահայտությունը շատ չեմ սիրում, բայց նա մտքերից մեկը էլի, մենք համարում ենք, որ մեր ազգը մի թիմ է ու իրար առավելագույն օգնելով կարող ենք այդ բանը ստանանք, այդ իրավիճակը էլի հաղթական։ Ճիշտ է, բառեր են թվում, բայց այդ կա այդ փիլիսոփայություն էլի, ինչքանով ենք մենք ուզում, որ մեր ընկերոջ մոտ հաջողություն լինի։ Ու այդ էներգետիկան ինչքանով ենք արտադրում, ինչքանով ենք կիսվում, մարդու հետ շփվելուց ինչ էներգիա ենք իրեն տալիս։ Երբ որ ընդհանուր հանրության մոտ այդ դրական բանը արկա է լինում, այդ հանրությունը ավելի հավանական է դառնա հաղթող, քան թե եթե այդ ոճը չկա։ Ես կարծում եմ մենք շատ լավ բաներ ունենք ազգի մեջ, բայց սա դեռ պետք է ստեղծել։ Լավ բաներն է, օրինակ մենք շփվող ենք ոնց որ
քեֆ անել սիրում ենք, իրար հետ ընկերություն անել սիրում ենք, բայց այլ գործնականում օրինակ որ եթե իմ ընկերս այս տիպի ծառայություն է մատուցում, ես օտար մրցակցից չեմ ուզում օգտվել։ Այս գաղափարը, հա, փոքր բան է, չէ՞։ Թվում է թե քթիցակ ունեցող ցանկացած մարդ կարող է հասկանալ։ Վստահեցնում եմ ձեզ, չկա։ Ու երբ որ դա չկա, դա նաև մարդուն չի ողջևորում գործանել, քանի որ ինքը չի ստանում այդ օժանդակությունը իր նեղ շրջապատից։ Ընտանիքի մակարդակով, ընկերության մակարդակով, ավելի հարևանների մակարդակով իրեն չեն ողջևորում անել դա։ Այն հանրությունը, որտեղ այդ ողջևորող հանգամանքը կա, դու ոնց որ մի քայլ առաջ ես։ Այլ հավասար պայմաններում, այսինքն, եթե նույնիսկ հայկական ընկերությունը իր ծառայությունների մակարդակով որակով չի զիջում։ Նույնիսկ եթե չի զիջում, էլի իրեն առավելություն այսօր չեն տալիս մարդիկ։ Այդ կուլտուրան չկա։ Նույնիսկ եթե չի զիջում, էլ ուր ասեմ, որ եթե զիջի ինչ կլինի։ Բայց այտենց շատ դժվար է ստանալ մի բան, որը որ մեկից ինքը համաշխարհային որակի լինի։ Դա շատ դժվար է։ Ու ավտոմատ ոնց որ եթե այդ ոչն էլ չկա իրար օգնելու, այդ ընկերությունը չի կայանա։ Տնտեսագիտություն կա տեսություն, որ եթե դու օրինակ կիրառում ես պաշտպանություն, տարիֆներ կամ այլ բարիերներ արտաքինից պաշտպանվելու, քո սեփականը չի զարգանա։ Դու պետք է ոչ մի ձև չխոչընդոտես արտաքինին, որպեսզի քո սեփականը զարգանա, դառնա այդ մակարդակին ու ընտրվի։ Այդ պետական քաղաքականություն որպես։ Հա, այո։ Թույլ տվեք մի փոքր չհամաձայնվեմ։ Ես իմ ուսումնասիրած շուկաները բոլորը իրենց արտադրանքի կողմն են, իրենց ներքին։ Բոլորը։ Ես ուժեղ երկիր չգիտեմ, որը որ ուրիշ դրսի եկած արտադրողի համար ավելի լավ պայմաններ է ստեղծում։ Օրինակ, Ամերիկան մինչև Տրամպը չի ունեցել տարիֆների քաղաքականություն, որոշակի կարող է ներքին բարիերներ եղել են որոշ ինդուստրիաների, բայց ընդհանրապես այն ինդուստրիաներ, որոնք Ամերիկան տենց ձեր ասած բաց է թողել, իրանք ուղղակի մահացել են ժամանակի ընթացքում։ հա, որտեվ չի մրցունակ չի եղել։ Կամ այն պատճառով, որ դրսի աշխատուժ էժան է եղել։ Մինչև այդ մրցունակ է եղել, այդ պայնը ձեր ասածի ժամանակ մահացել ինչի, այդ դրսի աշխատուժ էժանը ո՞նց է եղել։ Որտեվ դրսի երկիրը խնդիր է դրել, որ ինքը պետք է Ամերիկայի այդ ինդուստրիայի հերը անիծի ու ստացվել է իր մոտ։ Չէ, աշխատուժը էժանա, որտեղ էժանա, նես չի որ հատուկ էժանացրել է աշխատուժը։ Աշխատուժը չի էժանացրել, բայց ինքը ասել է սուբսիդիաներ արել։ Ինքը ասել է դու այդ մի միավորը գնա Միացյալ Նահանգներում, այն գնով վաճառի, որ այնտեղ այդ նույն արտադրողը սննկան է, ու ինքը սննկացել է։ Եղել է, այդ դեպքեր է կա։ Այդ ձևել է եղել։ Բայց արդյունքում ամեն դեպքում Ամերիկան մնացել է ամենահզոր պետությունը իր տնտեսական ուժով ու իր պոտենցիալ տեխնոլոգիաները, որոնք արտադրվում են։ Ես շատ մեծ հարգանքով ոնց որ լրացի, որ այդ նախադասությունը ամբողջությամբ ձևակերպի, ես չեմ տեսնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պայդրությամբ ամենահզոր տնտեսությունն է աշխարհի։ Ինքը շատ արագ տեմպերով սկսում է զիջել Չինաստանին, իրենք էլ են դա ընդունում ու տարբեր ասում են նյարդային շարժումներ են անում այդ պատճառով։ Իսկ տեխնոլոգիական աշխարհում է իր երբեմնի ոնց որ գերազանցելի վիճակը, այս պայն հարցակալի տակ է։ Եթե երեք մենք մտածում ենք, որ չինացիք չեն կարողանում սոֆտ սարքեն, ապա այս պայն այնպիսի ապրանքներ կան, որոնց որ ճանապարհը Ամերիկայի Միացյալ Նահանգներում փակված է, արգելված է այդ ապրանքը, որ ինքը չհաղթի, որովհետև ինքը հաղթելու մեծ պոտենցիալ ունի։ Այնպես որ հիմա գիտեք ինչն է դա քրքիր, մենք մեծացել ենք համեմատաբար լիբերալ գաղափարների տարածման փուլում։ Մենք այս 3-ից հիմա աշխարհը մարդկությունը ուրիշ փուլ է մտել։ Լրիվ ուրիշ, որը որ ավելի նման է այն ժամանակներին, երբ որ գլոբալիզացիա չկար։ Երբ որ կար, մերկանտիլիզմը ուղղակի ոնց որ հիմնական բան էր, երևույթներից էր, էլի տնտեսագիտական փիլիսոփայական մտքի։ Պետությունները մրցակցում են տնտեսություններով, մրցակցում են սեփական արտադրություններով։ Պետությունները խիստ օժանդակում են սեփական արտադրողներին ու կանգնած են սեփական արտադրողների, սեփական կապիտալի, սեփական
ինդուստրիաների մեջքին ու դա էլ ավելի շատ է խորանալու քանի որ հիմա մենք մտել ենք պատերազմների փուլ որտեղ որ այդ հարաբերությունները շատ ավելի բան են ելնելու ոնց ասած ոչ համագործակցային էլի այդ մասով կարող է պատահի ինչ-որ բան սխալվեմ բան բայց ոնց որ աշկերտից առաջ դա է տեղի ունենում այսինքն ամբողջությամբ ազատականացնել է աշխարհի մարդ գաղափարը իսկ մեր նման ազգերի համար այդ ամբողջ գաղափարախոսությունը արագ կործանվելու տանող ուղի է շատ արագ կործանվելու քանի որ չեմ հասկանում այդ ինչ ոնց պետք է այդ դեպքում համոզեք ասենք ընդամենը 3 միլիոն մարդու որ այդ աշխարհը ինքը աշխարհի քաղաքացիա կարա ուր ուզի գնա ապրի արդյունքում ստեղ պետք է մարդ չմնա էլի ստացվում որտեվ ինքը այնքան փոքր է քանակը 3 միլիոն հա որ ինչ որ մի պահի ուղակի կվերջանա մի տարբերակը երկիրը այնքան լավը լինի գրավիչ, որ ոչ մեկ չուզենա գնա։ Դա մեկ օրում չեք ստանա, դա հələ պետք է այդ 3 միլիոնը ինքը աշխատի այդ երկիրը կառուցելու համար, իսկ եթե գլխանց այդ ինքը մրցակցում է այդ կյանքի թվացial որակի համար ուրիշ պետությունների հետ, որոնք ավելի թափով են, ինքը շատ արագ կրվելու է։ Մանավանդ որ ձեր մեջ ոնց որ ներարկած են տարբեր թեզեր, մեր մեջ ներարկած են տարբեր թեզեր, ինչպիսին կամ լոս կամ փոստն է, կամ որտեղ հացը այնտեղ կաց այդ արտահայտությունները ինքնին մեր դեմ ամեն օր աշխատող ինչ որ ոնց որ զենքեր են, էլի։ Իսկ ճշմարտությունը նա է, որ հայ մարդը բացի հայկական լեռնաշխարհից ոչ միտեղ լերջանիկ լինել չի կարող։ Ու հակառակն ինձ ոչ մեկ չի կարող ապացուցի, ես այդ նախ սեփական փորձի վրա ոնց որ տեսնում, երկրորդը ոնց որ ինչքան ուսումնասիրում ես թեման, գալիս եմ այդ լուծման, քանի որ մարդու վերջնական երջանկությունը ինքը ինչ որ մի համակարգի մաս է ուզում լինի, չէ՞։ Իսկ այդ համակարգի ինքը երջանիկ կլինի, դա իրենը լինի։ Իսկն իր պատկանելությունը ցույց տա, էլի, տարբեր ձևերով։ Հիմա մենք այս մեր համակարգը ստեղծել ենք 30 դարից ավել։ Մենք ավելի լավը չենք կարող արագ ստեղծել։ Ինտեգրվել ուրիշին մենք նույնպես մենք այն քիչերից ենք, որ ինչ որ չափով ստացվում է, ինչ որ չափով։ Բայց այդ ինչ որ չափի արծու վերջը լինում է ոնց որ նույն game over-ը։ Այսինքն այսօր մենք չունենք արդեն Աստված տա մի քիչ մնա, բայց Սիրիայի, Լիբանանի, Պարսկաստանի, Եգիպտոսի հայ համայնքները գրեթե զրոյացել են։ Այդ այն օրինակներն են, դրական օրինակները, որոնք որ ստացվել էր հայերի մոտ ինտեգրվել այլ համակարգերում։ 100 տարում այդ հələ հին համակարգերն էին։ 100 տարվա պատմություն ունեցող Ֆրեզնոյում այսօր հայկական բան չկա ընդհանրապես։ Գլենդելում կա։ Գլենդելը դա արդեն նոր համայնք է, իսկ հələ որ 100 տարի չկա։ Իներում Դետրոյթում շատ քիչ է, Ռայսինում շատ քիչ է, Բոստոնում շատ, Բոստոնում համեմատաբար մի քիչ ավելի լավ է, բայց նույն Ֆրեզնոյում չկա, այնտեղ Անդրանիկն այնտեղ է եղել։ Բայց չկա, այսինքն ինքը զորանում է ժամանակի ընթացքում։ Այդ ինտեգրացիան չեմ տես շատ տեսնում ու ընդհանրապես ուրիշտեղ այդ պլան B ստեղծելուն չեմ տեսնում։ Մեզ համար էլի որպես ազգ։ Դրա համար մեր խնդիրը այս հողից կարճելն է ու ոնց որ այստեղ մեր երազած երկիրը ստեղծել է էլի։ Ու մեր սերունդը մեծ պատասխանատվություն ունի իր առջև։ Այդ առումով էլ այդ ամեն օր վերկանալու ու գործանելու մոտիվացիաներից այդ դա է։ Ուրիշ երազանքները կարան ինչ-որ պայտակ հետաքրքիր լինեն, բայց դա երևի ամենացավոտ կետն է, էլի, որը որ պետք է ստիպի մեզ ավելի ուժեղ լինել մաքսիմալ։ Ու մեր հաջորդ սերունդներին ճիշտ ուղղության վրա դնել, որտեվ այս կոնցեպտը, որ այս բային արկա է, ոնց որ հաղթական չի, ու ինքը ոնց ընկնող է։ Մենք վերջի ես այս պետության այս անունով չլինելուց հետո մենք անընդհատ նվազում ենք։ Մի հատ փոքրիկ հաղթանակ վերջերից, ասենք դա Արցախյան առաջ երուսամարտներ ու դա տևեց, ասենք մինչև վերջերս ու էլի բռնեցինք անկման ճանապարհը նորից։ Կարծես մեզ ողբը մեզ ոնց որ շատ է կայֆ տալիս։ Այդ մազախիզմից պետք է լյան տալ, էլի։ Այդ ոնց որ որտեվ է դա ընտրություն է։ Այսինքն կա լավը, ուժեղը, հզորը,
ոնց որ հաղթանակը ու կա պարտությունը, վատը, արտագաղթը, ցույց ու մուրտ իրավիճակը, կանալիզացիայի բացակայություն, չգիտեմ, ամեն վատ բան կա, դու ես ընտրում որը լինի, էլի։ Ու հիմա ասել թե այդ ես չեմ ընտրում, ես խեղճ մարդ եմ, ես ինչ կարամ ընտրեմ։ Իհարկե, ամեն մեկի ազդեցությունը համակարգի վրա իր չափով է։ Հիմա առաջինը ես իմ ճառը վերաբերվում է այն մարդկանց, որոնք իրանց համակարգաստեղծ են զգում, որը որ այսպես ասենք էլիտաներ կարան լինեն։ Իրենք այդ էլիտաները տարբեր ոլորտների պետք է մեծ պատասխանատվություն զգան։ Մշակույթ լինի, սպորտ լինի, գործարարություն լինի, ցանկացած ոլորտի։ Մենք լավ բան ասեմ այդ մասով։ Մենք շատ ավելի ուժեղ ենք, քան թե մեզ թվում է։ Օրինակ, համեմատաբար միատարր լինելը դա շատ մեծ առավելություն է, որը որ մեր պապերն են այդպես մեզ ստեղծել, հա, այս վերջի 100 տարվա մեջ։ Մենք ոնց որ այսպես մսխում ենք այդ առավելությունը հլվոր։ Բայց դա ամեն դեպքում առավելություն է, ուժեղ համակարգ ստեղծելու համար, այդ միատարրությունը։ Ու վերջի տասնամյակներով այդ գովազդներ գնում, որ դա լավ բան չի, ես էլ կրիչն եմ եղել դրա, էլի։ Դու կարող ես չէ, ցանկացած ազգի մարդ մեր պետությունում պետք է իրեն լավ զգա, պաշտպանված զգա եւ այլն, էլ, բայց մենք ինչ պետություն ենք կառուցում, հարցը սա է, էլի։ Այս բաները, այս հարցերը ու այդ հարցերի պատասխանները պետք է ոնց որ ունենալ։ Ըստ իս առաջի մեր խնդիրը ամբողջ աշխարհի հայության մոտ են պոստուլատ, չգիտեմ, աքսիոմ, գաղափար մտցնելն է, որ միակ տեղը, որտեղ հայ մարդը կարող է երջանիկ լինել, դա մեր երկիրն է։ Ու ամեն հայ աշխարհի որ ծերուն որտեղ ուզում է լինի, պետք է ձգտի, որ եթե ոչ այսօր, ապա եկուց ինքը իր ընտանիք, իր երեխեք, իր թոռները այստեղ լինեն։ Ու կառուցեն միասին այս երկիրը։ Ու ես վստահ եմ, իրենք երջանիկ են լինելու։ Որտեվ դա այդ ունեցվածքի ամենավերևի խազն է, սեփական պետություն։ Դա շատ թանկ բան է, շատ։ Երբ որ չես ունենում, չես էլ իմանում թե այդ ունենալը ինչ է, դու ուղղակի չես հասկանում իր արժեքը։ Բայց մեր սերնդին բախտ է վիճակվել հիմնական ոնց որ մեր գործունեությունը եղել է հենց այն դեպքում, երբ որ այդ պետությունը եղել է։ Այդ մեր թե հարաբերությունն է, թե թուլությունն է, էլի, ուրիշ բան որ չենք տեսել, մեզ թվում է սա բնական, սա միշտ այսպես է եղել ու լինելու։ Ու մենք չենք գնահատում դա։ Ու չենք ուժեղացնում իրեն։ Բայց պետք է անենք, էլի, այս պատասխանատվությունը դեռ խաղը չի ավարտվել, ավելին ասեմ, խաղը նոր սկսվում է, ինչպես միշտ։ Գլուխները տարավ ոնց որ։ Օրինակ այս մարդու անունը Աստծո անուն, արա գեղեցիկ Աստված է եղել, չէ՞։ Թագավոր։ Աստված չի արա գեղեցիկ։ Առասպելական լեգենդար բան է, գործիչ է, չէ՞, բայց ամեն դեպքում։ Այսինքն, քանի դար առաջ է եղել արա գեղեցիկը։ Շատ 25-ից ավել, չէ՞։ Դե այդպես պատմություն որ ազգը կարա պատմի։ Շատ քիչ։ Դա շատ մեծ ոնց որ կոդ է, ասենք, չգիտեմ, արմատ է, որը որ պետք է կարանալ պատմությունը կառուցես, չէ՞ որ ունեք պատմություն պատմես։ Իհարկե պետք է կառուցես, բայց այդ արմատը ճանաչելն է, էլի, բերում նրան, որ դու կարողանում ես ոնց որ ավելի մեծ բան։ Արմատ, այո։ Օրինակ նույն մեր հարևան Իրանը, Պարսկաստանը, այդ արմատն է էլ իրան պահում։ Այդ այնքան խորն է, որ ոնց որ տենց։ Այլտես վերջերս Իրանագետին էի լսում, ինքը Պարսկաստան չի եղել երբեք։ Ով։ Վարդանը Ոսկանյան, հետաքրքիր ինտերվյու ուներ։ Բայց չի եղել։ Պարսկը ոնց որ Իրանի մի մասն է։ Հա։ Դրսից ասել են Պարսկաստան, բայց իրանք ներսից իրենց չեն համարել Պարսկաստան, որտեղ այդ մի կտորն է, ոնց որ ասես Սյունիք օրինակ։ Հա, ֆարսիով մենակ իրենք են, հա, խոսում։ Ֆարսինը տեղից է գալիս։ Հա, ես այդքան մասնագետ չեմ այդ մասով, բայց արմատները զգացում եմ, որ շատ խորն է։ Մի քանի հատ ինտերվյու արել։ Մեկն էլ Տեր Հետումի հետ էր, դե չեք նայել, շատ հետաքրքիր մարդա, Ախտալայի վանքի վանահայրն է։ Ասում եմ մենք որպես ազգ ինչ բան ունենք ձևակերպած նպատակ էլի, որովհետև
եկեղեցու շատ են մեղադրում էսեն, ասում եմ, բայց մենք ոնց որ թե ոչ մի բան չենք ձևակերպել մեր համար, այտենց հոսանքին ընկած ապրում ենք, էլի, միտեղ գնանք հասնենք։ Համաձայն եմ այդ մոտ, բայց ամենավատ վիճակում չենք մենք որպես ազգ այդ մասով նույնիսկ։ Չէ, ոչ թե վատ ենք, այլ երբ որ մենք ձևակերպենք մեր առաքելությունը, մեր խնդիրը, ժամանակ կսկսեն գնել, քանի ձևակերպած չի, դու տենց տվայտվում ես, էլի։ Հա, բայց հիմա օրինակ այդ ձևակերպման մի օրինակ է, ըստիս պետություն ստեղծել է, երազանք է եղել դա, որը որ իրագործվել է ու հիմա արկա է, հա, որպես արդյունք։ Բայց ինչ ձևի պետությունը դե լա հարց։ Դե հիմա այդ երկրորդ Քանի որ չենք ձևակերպել այդ պետությունը ինչ ձևի պետք է լինի, ով ոնց հասկացել է, տենց էլ։ Բայց մի քիչ տենց խորացանք, հա։ շատ շեղվեցինք։ Դե դու ես սկզբից ասում որ խառը քննարկում է լինում։ Բնականաբար մենք երկուսս էլ որոշակի արևմտյան փորձ, կրթություն եւ այլն ունենք եւ մեր կյանքը ստեղ ենք կառուցում, տեսնում, ոնց որ մեզ պետք չի համոզես։ Բայց ես տենց համոզելու մասով չէի, ոնց որ մտքերի փոխանակություն էի անում։ Համոզել ուզում եմ նախ ինքս ինձ առաջին հերթին, այդ տարբերակով։ Եթե ինքդ քեզ կարող մնում ես մի բան համոզես ու քեզ երջանիկ է զգում, դա այդ միտքը տարածելը ավելի ոնց որ հեշտ է դառնում։ Ես տենց համոզված եմ, որ մենք ունենք չքնաղագույն երկիր, մենք շատ հետաքրքիր ազգ ենք, շատ լավն ենք, շատ տարբեր պարամետրերով։ Ու խնդիր ունենք, որ մեջքներս ուղենք ու ունենանք հաղթանակներ, ունենանք մի քիչ դեպի Աստծուն։ Առանց դրա ոչ մի կերպ չեմ տեսնում ոնց որ լավ բաներ, ոնց որ հավատքը դա այն հիմքն է, որի վրա ցանկացած լավ բան կարելի է կառուցել։ Եթե հավատք չի լինում, եթե հարցնեն ինչն է ամենակարևոր հաջողություն հասնելու համար, առաջինը հավատքից է սկսվում։ Դու ասում ձևակերպում ես երազանք ու հավատում ես, որ կարող ես իրեն հասնել, էլի։ Դրանից հետո դու թիմ ես հավաքում, այդ հավատքը կիսում ես, ոնց որ թիմիդ հետ ցանկալի է թիմում մարդիկ լինեն, որոնք ավելի շատ են հավատում, քան թե դու, այդ ավելի կարագացնի process է, էլի։ Բայց հավատքը հիմնական երևույթ։ Շատ լավ։ Այս բարի նոտայի վրա ավարտենք։ Շատ շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Մերսի խճան։ Ձեր գործերին հաջողություն։ Ջիջի արայից էլ կարաս արա եղբայր օգտվես։ Կօգտվեմ, մենք անունս էլ օգտագործելու համար։ Հա, Ինչ տաս։ հեղինակային իրավ։ Չէ, սպասում ենք ձեր նոր ծառայություններին։ Տեսնենք ոնց ենք տակից դուրս գալի։ Այդ շատ հետաքրքիր process է, արտադրական process է։ Մյուս անգամ մի անգամ էլ որ հրավիրեք, կարանք խորանանք, թե ինչպես է պետք է կառուցել, էլի, տարբեր ոնց որ հմտությունների փորձ փոխանակում անենք այդ մասով։ Շատ լավ, սիրելի ունկնդիրներ, այսքանով այսօր մենք ավարտում ենք։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները։